Նոյեմբերի 20-ից 30-ը դռների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 13900 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Ձերբակալվել է Վանաձոր համայնքի աշխատակազմի եկամուտների հավաքագրման եւ գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վերջինս ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով։ Քննչական կոմիտեում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որը հագուստի տակ թաքցնելով տեղափոխել է Հայաստան, որտեղ ձերբակալվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից։ Վերջինիս եւ եւս երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանքը։ Նոյեմբերի 18-ին ոստիկանությունը ներկայացել Կամարիս գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը։ Հոկտեմբերի 23-ից նա հետախոզվում էր զենքի կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ կամ դրա գործադրմամբ սպառնալիքով խուլիգանության եւ հրազենի ռազմամթերքի եւ այլ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Նոյեմբերի 18-ին Բավրայի անցակետով ինքնակամ Հայաստան է վերադարձել ու բաժին ներկայացել Էջմիածնի Լերմոնտովեի փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը։ Սեպտեմբերի 30-ից նա հետախոզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հանցակցության եւ տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարերը կեղծելու կամ ջնջելու մեղադրանքով։ Նոյեմբերի 18-ին Մայրաքաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել է Մոսկովյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը։ Նոյեմբերի 5-ից նա հետախոզվում էր առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով։ Նոյեմբերի 18-ին Բաբաջանյան փողոցում հայտնաբերվել է Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվողը։ Սուրենյան փողոցի բնակիչ 58-ամյա կինը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության եւ իրացնելու նպատակով կեղծ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու մեղադրանքով։ Նոյեմբերի 19-ին ողբերգական ավտովթարը տեղի ունեցել Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհին Opel Astra մակնիշի ավտոմեքենան երթևեկել է հանդիպակաց երթևեկելի գոտիով ու բախվել Volvo մակնիշի բեռնատարին, Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Նոյեմբերի 19-ին Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հովսեփն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևանի Մարգարյան փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 16-ամյա Հարությունին։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 19-ին Զոբունի գյուղի սկզբնամասում բախվել են 2 Toyota եւ Tesla մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում Tesla-ի եւ Toyota-ի ուղևորները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Նոյեմբերի 18-ին Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ստեփանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց ու կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 19-ին Շղարշիկ բնակավայրում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Անդրանիկն իր վարած VAZ-2106 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու գլխիվայր հայտնվել դաշտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նոյեմբերի 19-ին Սևան Մարտունի Գետապ ավտոճանապարհին բախվել են VAZ-21099 Ford եւ Opel մակնիշի ավտոմեքենաները, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, VAZ-21099-ի վարորդը եղել է ոչ սթափ։ Նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեպսուսի առաջին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարները մեկուսացրել, ապա մարել են երկհարկանի տան առաջին հարկում բռնկված հրդեհը, այրվել է խոհանոցը գույքով եւ ջերմահարվել հյուրասենյակը։